14-ամյա Անահիտը այսօր արթնացել է Արմենիա բժշկական կենտրոնում, նա Հալաբյան փողոցում 3 ուշ երեկոյան պայթած 63 համարի ավտոբուսի ուղևորներից մեկն է։ Գիտակցության եմ եկել, ավտոբուսի մեջ ընկած էի գերնի, դիմացիս այդ տղան էր, որ մասնատված էր ուղղակի մարմինը, ու հետո ինձ հանել են արդեն ավտոբուսից։ Անահիտն այսօր իրեն լավ է զգում, սակայն դեպքերը վերհիշել այլևս չի ուզում։ Միայն հիշում է, որ ավտոբուսից դուրս գալուց հետո անմիջապես զանգել է տուն։ Ընտանիքի անդամները դեպքի վայրում նրան չեն գտել։ Հասա հիվանդանոց, վայրակենդանացում չէր, մենք էլ էինք այնտեղ փնտրում, որ այսինքն ստեղ չի, սկսեցի ավելի վատ է մտածելով, որ խոսելա դրանից հետո է ինչ որ ավելի վատ բան եղել, բայց փառք Աստծո, փաստորեն չէ։ Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել 7 քաղաքացի։ Վիրավորները տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է համապատասխան բժշկական միջամտություն։ Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այսօր մնացել է միայն մի կին։ Ինքը ունի թեթև գլխի սալջարդ եւ թոքերի սալջարդ, այսօր կմնա վաղը տեղափոխման հարց։ Ուրիշ հիվանդ այս բան մենք չունենք։ 2 երեխաներ տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր մանկական հիվանդների, 1 հիվանդ տեղափոխվել է ծննդատուն անապետական, այդ 1 հիվանդ դուրս է գրվել եւ 1 հիվանդ էլ տեղափոխվել է մեր կողքի մասնաշենքը քիչ կոկորտ մասնաշենք։ Վիրավորներին առաջին օգնություն ցույց են տվել մոտակա շենքերի բնակիչները, նրանք են առաջինը հասել դեպքի վայր։ Շենքի բարձրությամբ 4 հազարի բարձրությամբ մենակ ավտոբուսի կրեշը պատտում էր ու գելացած։ Ֆլորենցիում հարսանեկան այդ արարողությունների ժամանակ է սալյուտները կրակում են, այստեղ դղրդում է, շենքերն են իրար գալի, բայց այդ պայթյունը ահա որ հզոր էր։ Պայթյունի հետևանքով հարակից շենքերում ապակիները փշրվել են։ Այստեղ չէ, լավա որ մարդ չկար, թե չէ ամբողջ պատուհանը կթափվեր իր գլխին։ Պայթյունի վարկածները տարբեր էին, հենց առաջին րոպեներից բացառվեց դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսի անսարկության հետևանքով պայթյունը, իսկ այսօր քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ նախաքննության փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, նաև բացառվել է ավտոբուսի 9 ուղևորների կապը պայթյունի հետ։ Զոհերից մեկի ինքնությունը դեռ պարզ չէ,